Բարլույս իմ սիրելի բարեկամներ, միսը դրել էի գազինեպի, բայց անջատել եմ ու դուրս եմ գալիս կարճ ժամանակով, մի երև 30-40 րոպեով, լույսը չանջատեցի, շատ մի 30 րոպե կտևի, Լիդլ պետքա գնամ, մի երկու բան պետքա առնեմ, վաղ գործի եմ, այսօր գնամ առնեմ, որ հետո էլ չեմ վաղ միսօր գործի եմ, հետո էլ նոր տարվա օրը այդ մի օրն ենք ազատ լինում, խանութներն էլ փակ են, ինչ որ պետքա, ինչ որ մի երկու պակաս բան ունեմ, որ ուզում եմ անպայման գնամ առնեմ։ Գիշերը այդպես 12-ին կդիմավորենք նոր տարին, ամսի 1-ին ուզում ենք միտեղ գնանք, նայենք հստակ տեղը կորոշենք, մենք ասեցինք գնանք Հոլանդիա մոտիկ մեր կողմերը, մեկ Բելգիայի ինչ-որ քաղաք, որ չենք եղել կամ եղել ենք, այդպես լավման չենք եկել, հստակ չենք որոշել, այսը պատուանը սիրուն սարդարել են, այս տունը երկար ժամանակ վաճառքի էր դրված, վաճառվել է, հիմա էլ արդեն տեղափոխվել են, ինչևէ հիմա ինձ գիտեք ինչ էր պետք, սուխարիներ, այդ չորահաց, հա? Դրա փշրանքներից մեկ-մեկ ես սարքում եմ, բայց հիմա չունեի, կամ մի փոքր էր մնացել, հիմա գնամ մի երկու տուփ դրանից առնեմ, նախորդ վլոգը եթե նայեցիք, լսեցիք, որ ասեցի, այս վերջի 24 տարին մենք մեր նոր տարին, մեր տղայի ծննդյան օրն է, 27-ին մեր տղայի ծննդյան օրն է, ու մենք ինչ որ անում ենք, այդ օրվա համար ենք միշտ արել, այդ վերջի 24 տարին, այնպես որ նոր տարին ոնց որ հենց ասոցացվում է միշտ մեր տղայի ծնունդի հետ, դրա համար, քանի որ ինքը գալու է, ասեցի նախորդ վլոգում, ավելի շուտ պատրաստվում եմ իր գալուն, ոչ թե նոր տարվան, հիմա հավի միսը աղացած հանել եմ, որ հալվի, այդ ընթացքում գնամ այդ սուխարիները կառնեմ, դրա համար մնացած բաներն ունեմ, էլի կողքից մի երկու բան է պետք, որ ցուցակ եմ գրել ու պատկերացրեք չեմ մոռացել, նշել եմ, գնամ դրանք էլ առնեմ, որ վաղը հանգիստ գործի գնամ, այդպես երևես վերջի 4 օր ազատ եմ եղել, բայց գործի չեմ եղել, բայց ինքան եմ հոգնել, ինքան գործ եմ արել, որ Աշոտն ասում էր, երեկ ասում էր, վաղ ոչ մի բան մի արա, հանգստացի, ու իրականում ինքան էլ թույլ էի, ավելի շուտ ուզում էի պարկեի, հիմա էլ ոնց որ աչքերս փակվեն, բայց դե մտածում եմ, բա վաղը գործի եմ, որ գնամ պարկեմ, բա հետո համբերությունս չի տանում, դրա համար գնամ դրանք կառնեմ, բայց այդպես առանձնապես ինչ չեմ կոտորի, մենակ կիևյան կոտլետները կպատրաստեմ ու երևի թե տեսնեմ արդեն իմ հավեսին կնայեմ, կամ մի հատ աղցան կսարքեմ, կամ էլ չեմ սարքի, շերտավոր խմոր էլ չեմ սարքելու, կառնեմ հիմա մի քանի հատ, այնպես որ առանձնապես ինչ-որ հատուկ բաներ չեմ անելու, ասում եմ, բայց հետո մտածում երևի պասուստոլմա կարելի անել, դե հա բնականաբար պասուստոլմա մի քիչ կանեմ, ախր այնքան ենք անում այդ ամեն ինչը տարվա ընթացքում, չենք թողնում այդ մի քիչ հետաքրքրություն, որ նոր տարվա ժամանակ անենք, համով ուտենք, այդ տոլմա, պասուստոլմա, ամեն ինչ, անընդհատ անում ենք, նախկինում պասուստոլման մենակ նոր տարվան էինք անում, բայց ես երբ միտքս ընկնում անում եմ, մսով տոլման կամ էլ մյուս բաները անընդհատ սարքում ենք, էլ նոր տարվա արդի ոնց որ կորի էլի հետաքրքրությունը հավեսը չի էլ ուտվում, դրա համար խոզի միս էի ուզել Աշոտը բերել է, խինկալ պետքա սարքեմ, բայց դժվար այսօր այդ ամեն ինչը անեմ, մինչև մտնելս ասեմ եղանակի մասին չասեցի այսօր, ցուրտ է, գիշերը -2 է եղել, հիմա պլյուս է, 1, +1, +2 աստիճան, ոնց որ մինուս այս քանի օրը գիշերները էլ չի լինի, այնպես որ մի թեթևակի դրական դինամիկա կա, այդպես լավ կլներ, որ ձյուն գար, իսկական հեքիաթ կլներ, հրաշք կլներ, բայց դժվար թե ձյուն գա, այ հիմա իսկականից հասա Լիդլ ժողովուրդ ջան, ետևի մուտքով, Լիդլից վերջացրի եկա տուն, այդպես էլ այդ սուխարիներից չգտա Լիդլում, ես ինքս չգտա, աշխատողներին հարցրի, մի աշխատողին ասեցի,
ցույց տվեց, ասեց այնտեղ չկար, գնացի այն մյուս աշխատողին հարցրի, ասեց հացերի մոտ է, այդտեղ էլ չգտա, կարճ ասած չգտա, էլ թողեցի եկա, մի երկու բան առա, մի հատ բարձարա, զեղչվել է, 8 եվրո էր իջել, բարձերը մեկ ամի 2-3 տարի մեկ փոխվում են, ինքս որ ես առավ, Լիդլի ապրանքները, այս տեսակ բաները լավն են լինում, վերմակներ էլ կային, շատ լավը, այդ 4 սեզոնի վերմակներից, բայց դվուխի էր էլի, երկտեղանոցի մեծ էր, ինձ այդպես պետք չի, մենք առանձին վերմակներ ենք օգտագործում, որ մեկս մյուսից չխանգարենք, այդպես մի հատ մսինայում, ահա, փոստը մի 2-3 օր չենք նայել, բաներ կա լցված, մի հատ նայեմ, ես մեկը առանց հասցեի է, մենակ ինչ-որ տան համար ա գրած, հարևանի տան համարն ա, դիմացի հարևանի, ոնց որ ամեն տարի Սուրբ Ծնունդն է շնորհավորել, Իվոնն է շնորհավորել, ինձ թվում է հենց բանն է, Իվոնը ձեր կինն է, եթե չեմ սխալվում, Իվոնը 34 համարի տուն է ինքն է, անցյալ տարի էր շնորհավորել, ապրի Իվոնը, Այս գովազդներ, այս մեկը Աշոտի անունով է, ֆակտուրա պետք է լինի, արդեն գիտեմ, բայց ասեմ, ֆակտուրան օրինակ, արդեն գիտեմ, որ հիվանդանոցից է եկել, ասենք, չգիտեմ, չուրանալիս բան, հա, չէ, Աշոտի հետ գնացինք մի հատ ստուգման, հիշում եք ասեցի, որ գնացել էինք, չասեցի ինչի համար էինք գնում, բայց գնացինք Աշոտը ստուգվեց, փառք Աստծո ամեն ինչ նորմալ էր, ես ուզում եմ ասեմ, թե ստուգման համար զոնդ ա կուլ տվել, ստամոքսը ստուգելու համար, ես ձեզ ասեմ, թե ինչքան է ինքը վճարելու, 3 եվրո 72 ցենտ ժողովուրդ ջան, նայեք, մնացածը ամբողջությամբ վճարում է ապահովագրությունը, իսկ ապահովագրությունը դրա համար վճարում է, այստեղ տարբեր գումարներ կան, 150 եվրոից մինչև 500 եվրո, մաքսիմում 500 եվրո, հիմա թե ապահովագրությունը կոնկրետ դրա համար ինչքան է վճարել չգիտեմ, բայց ամեն դեպքում գրեթե ինքն է ամեն ինչ վճարել, էլի, Աշոտը ընդամենը 3.70 պետք է վճարի, Լիդլից ձու առա, կարմիր ձու էլի չկար, դատարկ էր տեղը, սպիտակ ձվերն էին, վերջերս Լիդլի ձվերը գներով մնում են նույնը, բայց չափերով փոքրանում են, տոֆիֆի վերցրի, 2 հատ մեջը, երևի նվերի համար բաներ է, էլի սարքած, այսպես 2 հատ, մենք հաճախակի չենք առնում շոկոլադներ բաներ, եթե նկատել եք առևտրի մեջ չեմ ցույց տալիս, որովհետև չենք ուտում կամ չենք ուզում ուտենք, դառը շոկոլադ ենք ունենում, լիպտա, եթե ուզում ենք ուտենք, մի կտոր դրանից ենք ուտում, այս ուղակի առա, էլի կոնֆետներ եմ առել, ասում որ հյուրեր ունենանք կհյուրասիրեն, մի հատ ձուկ առա, երևի կդնեմ հիմա հենց ջեռուց, չնայած հիմա տավարի միսը եփվում է, կապակած սպանախ կա, բրինձ կա, վերջը, ուտելու բաներ կան։ Հիշում եք մի ժամանակ էս մարս, այս ինչ էր, բաունցի բաները ինչքան են սուրտումուտ տարիներին չէ, ինչքան բան էին էլի, սենց հանկարծեք բաներ էին համարվում սնիկերս, չէ։ Սրանցից փոքրերից եմ առել, ուղղակի այդպես նստեմ սեղանի վրա կոնֆետ լինելու համար, չամիչ եմ 2 հատ վերցրել, Լիդլի չամիչներն են, մի քիչ մանրոտ են ոնց որ, բայց կօգտագործեմ, սիգարետ եմ թխելու։ Այստեղ վարսակի փաթիլներ Լիդլին է, չգիտեմ, լավն է, լավը չի, բայց սննդային արժեքը այ է։ Մի հատ մեծամանով, համատաբար մեծամանով եգիպտացորեն վերցրի, ինչ որ աղցանի համար պետք կգա, մոռացել վանիլին չի առել անցյալ առևտրին, դրա փոխարեն էլի խրեցուցիչ չի առել, թխվածքի էի թխում, տեսակ անցյալ վլոգի մեջ թխվածներս վանիլին չունեի, ու արդեն իրիկուն ժամը 6-ն էր, ես էլ լիքը գործ ունեի ու ընդհանրապես ժամանակ ու ցանկություն էլ չունեի դուրս գալու, որ Լիդլ կպած էր գնայի վանիլին առնեի, կարճ ասած կրեմի մեջ ու խմորի մեջ էլ էր պետք, վանիլին չունեի, գցեի, այս անգամ հեսա հիշեցի առա, մի հատ սալսա եմ առել,
գծուն եմ վերցրել, տեսնենք լավը կլինի, մեկ այնքան խառը համոքներ են խառնում, որ հեչամով չի լինում, ու մի հատ էլ սենց երկարաթև թիշերտ եմ առել, շերտավոր խմոր չառա, ուզում էի առնեի սիգարետ պետքա թխեի, բայց չառա, ես նախկինում էլ, որ առնում էի, միշտ առնում էի Lidl-ի շերտավոր խմոր, մի անգամ գրել էիք դուք, որ պալմայի յուղ են օգտագործում դրա մեջ, ես ուշադրություն չէի դարձրել մինչև հետ, դրանից հետո արդեն սկսեցի Lidl-ից չգնել շերտավոր խմոր, այսօր գնում էի, որ նորից կառնեի, բայց տեղում նորից հիշեցի, նայեցի իրոք որ գրած էր, որ պալմայի յուղ է պարունակում, դրա համար չեմ առել։ Կարֆուրը դե փակ էր այսօր, եթե գնամ Դելեյզ, այնտեղ կնայեմ, այնտեղ տեսականին շատ կլինի, կնայեմ, որ առանց պալմայի յուղ լինի։ Ժամանակ, որ ունենա, ես ինքս կպատրաստեի, բայց ժամանակ չունեմ։ Ունեի, մինչև այս օրերը արդեն օգտագործեցի։ Ինձ պետքա նաև դդմիսեր մեր, իդեպ դդմիսերն ասեցի, հիշեցի։ Գիտեք, որ օրեգանոյի յուղը շատ լավ է քաղցկեղի դեմ, բորբոքումների դեմ, ինֆեկցիաների դեմ, պարազիտների դեմ, ցանկացած պարազիտ, որ բոլորն էլ պարազիտներ ունեն։ Նայեցի օնլայն, հագնել բարձր էին գները, կար, որ մաքուր օրեգանոյի յուղեր, համ կարելի էր խմել, իհարկե այնտեղ կաթիլներով տված է, ինչքան կարելի է խմել, շատ չի կարելի խմել, մի քիչ անգամ ասում են տհաճա, կարելի է մեղրի հետ խառնել, կա միաժամանակ համ ներքին ընդունման, համ էլ որպես եթերային յուղ։ Կարելի է դրանից փորձել, չգիտեմ, կարդացի ամեն դեպքում ասեց, որ գրված էր, որ հա, պարազիտների համար լավ է, ես գովազդ էի այդպես լսել, ասի տեսնես ճիշտ է, թե ուղղակի գովազդում են, ընել փաստորեն ճիշտ էր, ես չգիտեի։ Ինչևէ, այդ հիշենք չմոռանանք, հետո կարելի է առնել փորձել։ Դավարի մսով ու դարչնագույն բրինձով ջրիկ ճաշ եմ եփել, ապուր եմ եփել։ Գործի եմ գնում ամսի 30-ն այսօր հլը ոչինչ, բայց վաղնել եմ գործի 31-ին, գոնե վաղը ազատ լինեի լավ կլներ, հեչ լավ չի, ամսի 31-ին աշխատեմ, մենակ մեկնա ոչ աշխատանքային ուր, այստեղ չնայած այդպես 31-ը մեկը չեն էլ նշում, ու զարմանալին է, որ մենք այդքան հին քրիստոնյա ազգ լինելով, մենք ոչ թե Քրիստոսի Սուրբ Ծնունդն ենք նշում, այդպես շուքով, մեծ բանով, այլ նոր տարին ենք նշում, հին նոր տարին ենք ճամփու դնում շուքով, բանով ու նոր տարին ենք դիմավորում։ Գնացքի մեջ, տրամվայի մեջ այնքան իսպանացիներ կային, խոսում են բարձր խոսում են, այդ տնաշենները մեզանից բետար այնքան բարձրախոս են, որ հեռախոսով խոսում են, բանը միացրած այդ էկրանը, կամերան միացրած բարձր խոսում են, քիչ չի, իրանց բարձր խոսալը պետքա լսենք, այնտեղից խոսացողի ձայնն էլ պետքա լսենք, տարական կուլտուրա է ինձ թվում այդ հասարակական տրանսպորտի մեջ, հասարակական վայրերում ցածր խոսալը նորմալ, տարական կուլտուրա է իմ կարծիքով, չգիտեմ, ում է հետաքրքիր, որ այդպես բարձր կամ ինչի պիտի ես լսեմ իրանց բարձր այդ խոսակցությունը, կացեք ինչ դժգոհական բանով նոտայով եմ խոսում, առնեք չէ, հիմա դուք էլ ձեզ քիչ ամեն ինչ արեք, պարտադիր չէ ամեն ինչ մի օրում լինի, հանգիստ ժողովուրդ ջան, ինչ ուզում եք արեք, ինչ չեք ուզում մի արեք, ուրիշների կարծիքների համար ձեզ մի տանջեք, նայեք ինչքան մարդիկ կան, աշխատանքային օրը արդեն, նորմալ սովորական օրը, երևի ես ամսի մեկն էլ անցնի ու կհավաքեն արդեն այստեղ ես կարուսել բաները։ Նոր տարվա երուզերն անցավ ու սկսվելու է զեղչերը, հունվարը զեղչերի ամիս է, այնպես որ սրանով դեռ չենք վերջացնում, սպասվում են հլը ծանրաբեռնված օրեր։ Հեսա խանութների դիմաց արդեն դրած է սույքերով բաջակ, այս դրսում նկարել ենքան դժվար է, երբ որ մի քիչ ազատ տեղ է լինում, ես միացնում եմ կամերան, դες դիմացից գալիս են, անջատում եմ։ Դրա համար միշտ խոսքս կիսատ ամնում, մի բան ասում եմ, կիսատ մնում է թեման,
որովհետև մարդիկ գալիս խանգարում են։ Որոշեցի բժիշկի կամ թուղթ ուզեմ այսօր ամսի 31-ին տանը մնամ, ինձ թույլ եմ զգում։ Բժիշկի մոտից դուրս եկա կողքի սուպերմարկետն եմ մտել, որ շերտավոր խմոր առնեմ, հլես գազաններին նայեք։ Ոնց են ուտում սրա միսը, ինչքան տհաճա չէ, որ իսպես շարժվում է։ Իդեպ աշխատողներից մեկին հարցրի, Խավիար, որտեղից կարամ վերցնեմ, ասում է գնացական բաժնի աշխատողին ասա, ինքը կբերի, ասում է այնտեղ կասաների մոտ։ Տեսակ այդ վախենալու կենդանիներին զարմանում եմ ոնց են ուտում մարդիկ, երևի որ տեսում եմ շարժվում են, դրա համար այդքանին զզվելի են, թվում մարդկա սիրում, աշուտն էլ է սիրում տես բաներ։ Չնայած որ այդ ծովային մթերքները շատ օգտակար են, բայց վախենալու էին անկեղծ ասած։ Մտա այս անգամ ուրիշ սուպերմարկետ էի մտել, այնքան մարդ կար, այսօր ամսի 31-ն է, շատ մարդ կար, առևտուր էին անում լիքը։ Մի քիչ ինձ հիվանդ էի զգում այդպես, ոնց որ վիրուսային բան լիներ մոտս։ Գնացի իմ բժշկի մոտ, նոր տարվա սվիտերս էի հագել, ասում է, բա ես էլ եմ շատ սիրում այդ սվիտերները, ասում է, բայց ես իրավունք չունեի հագնեի։ Իսկ թվում էր ազատ կարան իրանք, որովհետև սպիտակ խալաթ չեն հագնում, այստեղ բժիշկների մոտ որ գնում ենք, այս բանում չէ, էլի հիվանդանոցում հագնում են, այս պրակսիսներում։ Նրանց շորերով է սովորական։ Ասում է ինձ չի կարելի, թե չկհագնի, այնքան անկեղծ մարդ է։ Ջահել է ինձ թվում է, տարիքը դժվարանում եմ որոշեմ, բայց կարող է, չգիտեմ, մի 40 տարեկան լինի, բայց շատ անկեղծ, շատ բարի, ժպիտը դեմքին շատ լավն է։ Այս թվի վերջին բարի լույսն եմ ասում, մեկ էլ հաջորդ տարին նոր կտեսնվենք ու իրար բարի լույս, բարի օր կմաղթենք։ Մի քիչ անձրև եկավ, դադարեց։ Մի աստիճան է, մեկա երկուսա հիմա, բայց պետք է մինչև 5 բարձրանա։ Մենք դուրս ենք եկել Աշոտի հետ, գնում ենք խանութներ։ Հիմա իհարկե ոչ սննդամթերքի խանութներ, ուրիշ խանութներ ենք գնում։ Գնանք մի քիչ նայենք, այս կատվի համար են դուրս դրել, Իսոյի համար։ Աշոտը առաջ գնում է։ Կոշկի խանութ հա, տեսենք ինչ զեղչեր ունեն, 30-50% զեղչեր է։ Այստեղ մի հատերն են դրած, զույգերով չեն, ուգները գրած չեն։ Իսա գնանք ներսը նայենք, տարբեր ֆիրմաներ կան, Nike, Levi's, սիրուն են գնանք տեսնենք սրանք ինչ գներ են, չնայած հիմա այս խանութում էլ է զույգով վաճառք։ Ինչ խանութ տեսանք, բոլորը զույգով վաճառք էր, 2 զույգ պետք է առնել, որ սեղջ լինի, ունեին շատ։ Սեղջերը ամբողջ տեսականու համար չեն, որոշ տեսակների վրա են դրած, այս բացինկաներն էլ են, այս 3 տեսակն էլ զեղչվում են 30-ից 50%, եթե 2 զույգ առնենք։ Բայց նույնը չէ, էլի կարանք ընտրենք, որը որ կարմիր պիտակով է, 60 եվրո, 50 եվրո արժեին։ Սրանք էլ են 60։ Սրանք 75 եվրո են, ամառային են ավելի շուտ։ Սրանք 100 եվրո արժեն։ Սրանք 95 եվրո արժեն։ Սրանք 100 եվրո։ Սևերը 90 եվրո։ Սրանք 85 եվրո արժեն, շատ սիրուն են, բայց որակով։ Սրա մեջը բուրդ է, 95 եվրո։ Սրանք 70 եվրո արժեն։ Աշոտի համար ենք նայում բոթաս կամ բացինկա կամ երկուսն էլ։ Սիրուն են, կրունկներն էլ լավ, նրանց կրունկները շատ բարձր են կողքինները։ Սրանք 60 եվրո են զեղչվել, բայց մեծ ռազմեր են, փոքրը չկա։ Այս կողմում դասական կոշիկներն են։
Որակով կոշիկներ են, այս խանութի կոշիկները։ Սրանք 80 եվրո արժեն, սեղճված չեն։ Ենքան բարձր կրունկ չենք հակել, որ չեմ էլ կարա ինձ թվում է հակնեմ, բայց շատ եմ սիրում բարձր կրունկ, ետ եմ վարժվել։ Սիրուն են սրանք։ Հա զույգերով է էլի։ Մեր քաղաքի տոնածառն է։ Այստեղ էլ ոնց որ ամեն քաղաքում, նենց էլ մեր քաղաքի Սուրբ Ծննդի շուկան է։ Գնանք մոտենանք, աշոտը տեղ հասավ արդեն։ Չի էլ վախենում է, ապրես է, գիտես որ ինձանից կարաս չվախենաս։ Չես սիրուն տոնածառ էլ էստեղ դրել։ Տոնածառ կարուսել։ Սիրուն է։ Այսը նայենք լվոնց է աշխատում։ Չէ, սովորական կարուսել նման պտետվում է, նայ։ Այսը։ Հա, բարձրանում է։ Պապաները նստել են իրանց երեխեքի հետ։ Տոնածառի խաղալիք է, էլի բացված։ Եկեղեցու զանգերի ձայն ինչքան հաճելի է։ Աշոտ առաջ գնում է։ Մտենք մի քանի խանութ մտանք, այստեղ էլ մտենք, հիմնականում խանութներում զույգերով վաճառք է։ Շաբաթ օրը նոր սկսվում են զեղչերը։ Մի հատ նայենք այստեղ ինչ են։ Կատուներ։ Օրացույց բան են, ագենդա։ Ես ինչքան սիրուն տոնածառներ կան դրած մեր քաղաքում, նայեք ինչ լավն է։ Գնանք նայենք այս խանութում ինչ են հեշտրել զեղչեր, ադվենտյուր, այստեղ շատ որակով բաներ են, շատ տարբեր ֆիրմաների, իրոք շատ լավն են, գները բարձր են, բայց շատ լավն են։ Սիրուն է, չէ։ Շատ բարակ մատերիալ է։ Բարակ է, հա, բայց սիրունակույն է ու նուրբ շատ։ Հա, այս կանացի բաժինն է ոնց որ հետաքրքիր է, գինն ինչ արժի։ Բայց չտե, այստեղ զեղչեր կային, չէ, աշոտ 30-50%, մի րոպե նայեմ, հա, 70 եվրո։ Գները բարձր են, բայց այստեղ շատ սիրուն բաներ են։ Դե ամեն բանի վրա չկա հիմա զեղչ։ Մի րոպե, մի հատ նայենք էլ այստեղ 100 եվրո արժի։ Այս փայլունը էլի մոդա է, սիրուն է։ Բորդոյ։ 30-20-30-50%, բայց երկու հատ պետք է առնել։ Սիրուն էլ գույն է։ Ինչ էլ մեծ է, էլն առազմերը, բայց լավ մեծ է։
Լավ չի ձևի։ Էլ լավ, այս լավ մեծ։ Հետաքրքիր արժեքն ինչ է։ 240 եվրո։ Նոր տարվա նասկիները 19 եվրո արժեն։ Սպորտային ոճեր են սրանք։ Երեքար 19։ Հոնակնդը կուշի գիներ, սենցի, որ սավին դիժոն։ Չստե սենց է, ստե գնել շատ բարձր են։ 170 եվրո։ Սիրուն էլ չեն կլոր կտերով։ Ճամփորդելու համար։ Հեսա Բերլին կա, Փարիզ կա։ Քարտեզները։ Բայց Հայաստան չեմ տեսնում, Խորվաթիա, Իտալիա, Տոսկանա, դեղ ինչ էլ, Էլի քարտեզները։ Գրեգլան։ տեղեկություններ երև այդ երկրի մասին։ Լավ ապրանք կար, լավ խանութ է, բայց գները շատ բարձր են։ Օրինակ են քիչ առաջ որ ցույց տվեցի, իտալական կոշիկի խանութ էր, այնտեղ գները էլի համեմատաբար լավ են, բայց այստեղ շատ բարձր են։ Այս զեղչերի ժամանակ մի քիչ զեղչվում է, բայց էլի ինքան բարձր է, որ զեղչվում է, էլի բարձր է գինը։ Բայց դե ասենք կոշիկները ինքան որակով են, որ ամբողջ կյանքում հագնես չի մաշվի։ Բայց իրոք բարձր է, 300 եվրո, մի քիչ ավել, պակաս։ Գնանք իմանանք ուր ենք մտնում։ Այս էլ ուրիշ կոշիկի խանութ է, սրանք 45 եվրո արժեն, 40, այստեղ էլ է սույքով վաճառք, այսինքն երկու սույք պարտադիր պետք է առնել։ Այս զամշիրն էլ են սիրուն։ Առնես որտեղ հագնես սրանք այս սիրուն բաները։ Ասեք նայմա որ մեջը հովտինի, բայց չկա տենց բան։ Հիմա բայց ոնց որ մենակ ձմեռային կոշիկներն են զեղչել ու մեծ ռազմերները, այս բոթազները զեղչված չեն։ Սրանք շաբաթ օրվանից նոր կսկսեն սրանց զեղչերը, հունվարի զեղչերին։ Սիրուն են այս բոթազները, 70 եվրո արժեն, բայց դե զեղչերի ժամանակ էլի ահագին կզեղչվի։ Այս վերևի դրա ձմեռային կոշիկներն են զեղչվել ու բռիվ մեծ ռազմերներ են։ 40 եվրո արժեն սրանք։ Սրանք 70 եվրո արժեն։ Փորձի, որտեղ իրոք սիրուն են աշոտ։ Չէ, ցեպով, ցեպը իջացրա։ Հա, թուլացրա ուրեմն։ Այս երաժշտությունն էլ համիացնում են, ես ստիպված ձայնը կտրում եմ։ Հա, աշոտ, լավ է։ Հեսա տեսնենք ինչա որոշում աշոտը։ Սիրուն բացին կային։ Ինչ էլ էլեգանտ են, 60 եվրո արժեն, ասա առնես, որտեղ հագնես սրանք։ Քան որ զույգով վաճառք, աշոտն ասում է, բեր գնանք քեզ էլ մի զույգ առնենք, որ զեղչից օգտվենք։
Ամոզես մի երկու զույգ փորձեցի, բայց դե ինձ պետք չի, ես ունեմ մի քանի զույգ, ընդ որում ես ամեն բան չեմ կարում հագնեմ, իմ ոտքերը ցավում են, պետք է հարմար լինի։ Մենք շատ խանութներ մտանք, օգնեցինք արդեն ու տուն ենք գնում։ Այս մի քանի օրվա նկարած բաներ, այսօրվա վլոգը, համ այսօրվա վլոգը, համ այս տարվա վերջին վլոգը, սրանով ուզում եմ ավարտեմ։ Անկախ նրանից, թե հաջող տարի է եղել 2025 թիվը, թե ոչ այնքան հաջող, թող բարով գնա, շնորհակալ ենք ամեն ինչի համար, եղած ու չեղած բաների համար։ Ու թող բարով գա 2026 թվականը, թող բոլորիս նպատակները, իղձերը, երազանքները ի կատարածվեն այս թվին ու թող առողջություն ու խաղաղություն լինի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ իմ սիրելի բաժանորդներ, իմ սիրելի բարեկամներ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տարի։